Եկեք միասին պատրաստենք շատ համեղ հայկական ավանդական մածունով գաթա։ 600 գրամ ալյուրի վրա ավելացնում ենք 250 գրամ կարագ, 1 ամբողջական ձու, 1 դեղնուց, 230 գրամ մածունի վրա ավելացնում ենք 1 թեյ թալ սոդա, խառնում ենք, պետք է ստացվի ձեռքերին չկպչող խմոր։ Խմորը բաժանում ենք հավասար 2 մասերի։ Դնում ենք տոպրակի մեջ և ուղարկում ենք սառնարան 20-ից 30 րոպեով հանգստանա։ Մինչ այդ կպատրաստենք խորիզը։ 100 գրամ կարագի վրա ավելացնում ենք 2 թեյ թալ մեղր, 190 գրամ շաքարավազ, 250 գրամ ալյուր։ Մեկ գունդը բացում ենք այնպես, ինչպես որ ցույց եմ տալիս տեսանյութում։ Խորիզը բաժանում ենք հավասար 2 մասերի, որոնցից մեկը հավասարաչափ տարածում ենք խմորի վրա։ Ռուլետաձև փաթաթում ենք այն և կտրատում ենք գաթայի համար հատուկ նախատեսված դանակով։ Եթե չունեք, կարող եք սովորական դանակով կտրատել։ Գաթաների վրա գցում ենք դեղնուց և պատառաքաղով անում ենք ավանդական նախշերը։ Ուղարկում ենք գաթաները նախօրոք տաքացած ջեռոցում 180 աստիճանով 25-ից 30 րոպեով։ Եվ ահա մեր գաթաները պատրաստ են։ Եթե ձեզ դուր եկավ այս բաղադրատոմսը, բաժանորդագրվեք իմեջին և լայքեք։